Բարև ձեզ, ես Շևչենկո Անուշն եմ, շնորհակալ եմ բոլորիցդ, որ բաժանորդագրված եք իմ էջին։ Այսօր ես ուզում եմ ձեզ պատմել, թե ինչպիսի ազդեցություն ունի երաժշտությունը երեխաների համար։ Իմ թեման կարևոր է եւ համառոտ, կաշխատեմ խնայել եւ իմ եւ ձեր ժամանակը։ Դժվար է գտնել մարդկանց, որոնք անտարբեր են երաժշտության նկատմամբ։ Դեռևս շատ փոքր տարիքից երեխաները ոգեշնչվում են երաժշտության կախարդական ազդեցությամբ։ Ինչպիսին է երաժշտության ազդեցությունը։ Երաժշտությունը ազդում է երեխայի մտքի, երևակայության, լսողառիթմական, գեղագիտական, ճաշակի ձևավորման վրա։ Երբ հնչում է գեղեցիկ երաժշտություն, կարող է լինել հայկական, աշխուղական, ժամանակակից կամ դասական, օրինակ Սայաթ Նովայի, Շերամի, դասականներից Արամ Խաչատրյանի, Կոմիտասի կամ Սպենդիարյանի ճանաչված ստեղծագործությունները։ Անընդհատ հնչող երաժշտությունը զարգացնում է երեխայի լսողությունը, հիշողությունը, երևակայությունը, գեղարվեստական ճաշակը։ Իմ մանկավարժ դասախոսները խորհուրդ էին տալիս, որ քնելուց առաջ երեխային հնչեցնել դասական ընտրանի։ Ցածր լսվում է Վիվալդի, Մոցարտի կամ այլ գեղեցիկ ստեղծագործություն, որը դրական ազդեցությունը ծնողը նկատում է ավելի ուշ, դպրոցում։ Այն է, երեխան դառնում է շատ ընդունակ, ուշադիր, ջանասեր եւ արագ է յուրացնում բոլոր առարկաները։ Մի մոռացեք ունկնդրել գեղեցիկ կամ վիրտուոզ ստեղծագործություններ։ Պետք է տեսնել, թե փոքրիկների չքնաղ աչիկները ինչպես են շողշողում, երբ նրանք ունկնդրում կամ լսում են Մոցարտի գիշերային սերենադը, Արամ Խաչատրյանի օրորոցայինը կամ Շոպենի կախարդական հնչյունները։ Մանկապարտեզը այն ջինջ գեղեցիկ միջավայրն է, ուր երեխան հանդիպում ու ծանոթանում է երաժշտության արվեստին, նրա հզոր կախարդական ուժին, այն գեղեցիկ աշխարհին, որը նրան ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում։ Այս տեսակետից կարևոր է բարձրակարգ երաժշտության ընտրությունը։ Եթե լսողությունը զարգանում է մինչև 14 տարեկան, ապա ռիթմի եւ ճաշակի զարգացումը ավելի բարդ գործընթաց է, այն կատարվում է ավելի դժվար։ Կարևոր է նաև գեղեցիկ ու գրագետ հայոց լեզվի առկայությունը ընտանիքում եւ դրսում։ Բնակարանում հնչում է մի հաճելի երաժշտություն։ Մայրիկը երեխային աստիճանաբար հեռացնում է բջջային հեռախոսի, նրա ուշադրությունը շեղում է որևէ խաղով, պաղմտոցի, գնդակ կամ զբոսանքի է տանում։ Զարմանալի չէ, որ երաժշտության ներքո մեծացած երեխան գերազանց կամ բարձր առաջադիմությամբ է սովորում եւ դպրոցում, եւ երաժշտական դպրոցում։ Մի մոռացեք ունկնդրել գեղեցիկ կամ վիրտուոզ ստեղծագործություններ։ Պետք է տեսնել, թե փոքրիկների չքնաղ աչիկները ինչպես են շողշողում, երբ նրանք ունկնդրում կամ լսում են Մոցարտի գիշերային սերենադը,
Արամ Խաչատրյանի օրորոցայինը կամ Շոպենի կախարդական հնչյունները։ Մանկապարտեզը այն ջինջ գեղեցիկ միջավայրն է, ուր երեխան հանդիպում ու ծանոթանում է երաժշտության արվեստին, նրա հզոր կախարդական ուժին, այն գեղեցիկ աշխարհին, որը նրան ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում։ Այս տեսակետից կարևոր է բարձրակարգ երաժշտության ընտրությունը։ Երաժշտության բարձրակարգ ազդեցության ու գեղեցկության մասին գրել են բոլոր տաղանդավոր մտածողները, թե արվեստագետները, թե փիլիսոփաները, նշել են երաժշտությունը որպես աստվածային մեծ Իսկ հանճարեղ Սեբաստիան Բախը մեռնելուց առաջ բացականչեց, որ ինքը վերջապես լսեց այն աստվածային երաժշտությունը, երազելով այդ մասին ողջ կյանքի ընթացքում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, իմ բաժանորդներ, մի փոքր ստեղծագործություն կկատարեմ ձեզ համար։